Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդանից Սրբոզ Ղևոնդյանց մայր տաճարի փոքրիկ հրեշտակներ շաբաթօրյա դպրոցում անցկացվել է ավանդական դարձած աշնանային փառատոնը։ Նախաձեռնությունը միավորում է համայնքի երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին եւ կամավորներին պահպանելու եւ սերունդներին փոխանցելու հայկական մշակութային արժեքները օտարափերում։ Ճակատագրի բերումով այստեղ հայտնվել են շատ հայ ընտանիքներ եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մեր երեխաներին գեղեցիկ ձևով մատուցել մեր մայրենի կարևորությունը։ Գաթա, հարիսա, հալվա, ղափամա եւ հայկական ավանդական այլ ուտեստներ ու աշակերտների ձեռքով պատրաստված փոքրիկ հուշանվերներ ներկաները փաստում են փառատոնայուրօրինակ կամուրջ է Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Ես ուզեցա իմ համար նաեւ որ հայոց լեզուն իմ համարն է պահպանեն եւ օգնեմ ուրիշ երեխաներին չմոռանան իրենց մայր լեզուն եւ սովորեն այն։ Եվ ինչպես Ռաֆին էր ասում, ով չի ճանաչում իր հայրենիքը, նա ճշմարիտ չի սիրում նրան։ Լինելով հայրենիքից հեռու, իմ համար կարևորագույն նպատակներից մեկը եղել է, որ իմ բարիկները գրեն, խոսեն, կարդան հայերեն եւ մեծանան հայեցի։ 2000 թվականից գործող փոքրիկ հրեշտակները համարվում է Միացյալ Նահանգների հայկական շաբաթօրյա ամենամեծ դպրոցներից մեկը, կրթօջախում սովորում է 6-ից 14 տարեկան ավելի քան 250 աշակերտ։ Այբուբենի ուսուցումից մինչև հայ գրականության, պատմության, մշակույթի եւ երաժշտության դասեր, որոնք անցկացվում են Հայաստանի հանրակրթական դպրոցների դասագրքերով։ Օտար հողում դասավանդելիս հայ ուսուցիչներս հանդիպում են մի շարք մարտահրավերների։ Ես կհիշեմ մի պատմություն իմ նախկին աշակերտներից մեկը ընդհանրապես ոչ միայն չգիտեր տառերը, այլ նաև չէր կարողանում հայերեն մաքուր խոսել եւ երբ որ ծնողի հետ զրուցեցի, մայրն ասաց, որ ինքը ունի նաև ավագ որդի, որի հանդեպ սխալ է գործել, չի բերել հայկական դպրոց, չի սովորել հայերենը եւ այդ տղան մեծանալով հիմա ինքն է որոշել փոքր եղբորը համոզի եւ բերի դպրոց, սովորի, որ կարողանա հայ մշակույթին, հայ տառերին, հայ գրականությանը, հայոց պատմությանը ծանոթ լինի։ Մեծ դժվարությամբ, բայց կարողացանք հասնել նրան, որ երեխան այսօր պարզ, շատ հստակ գրում, կարդում, խոսում է հայերեն։ Փառատոնից ստացված հասույթը կուղղվի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների կարիքներին։ Ուրիր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։